Պողոս առաքյալի առաջին թուղթը Թեսաղոնիկեցիներին, գլուխ 5. Արթուն և պատրաստ Տիրոջ գալստյան։ Եղբայրներ, բայց ժամերի և ժամանակների մասին կարիք չկա ձեզ գրելու, որովհետև դուք ինքներդ իսկ ստույգ գիտեք, թե Տիրոջ օրը այնպես է հասնում, ինչպես գողը գիշերով։ Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց կործանումը, ինչպես լինում է հղի կնոջ երկունքը, և նրանք չեն փրկվելու։ Իսկ դուք, եղբայրներ, խավարի մեջ չեք, որ այն օրը ձեր վրա հասնի ինչպես գողը, որովհետև դուք բոլորդ լուսո որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, խավարինը չենք, ուրեմն չքնենք մնանք ինչպես ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք, որովհետև ովքեր ննջում են, գիշերն են ննջում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, արթուն լինենք և սիրո ու հավատի զրահները հագնենք և փրկության հույսի սաղավարտը դնենք, որովհետև Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ փրկությունը ժառանգելու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք, թե ննջենք, նրա հետ միասին ապրենք։ Ուստի մխիթարեցեք և ամրապնդեցեք միմյանց, ինչպես որ արդեն անում եք։ Վերջին հորդորներ և բարևներ։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, որ ճանաչեք և գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաև ձեզ խրատողներին, և առավելագույն սիրո արժանի համարեցեք նրանց իրենց աշխատանքի համար։ Խաղաղություն ունեցեք միմյանց միջև։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, խրատեցեք ստահակներին, քաջալերեցեք երկչոտներին, օգնական եղեք տկարներին, համբերատար եղեք բոլորի հանդեպ։ Զգույշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, միշտ միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ բարին գործելու հետամուտ եղեք։ Ուրախ եղեք միշտ, անդադար աղոթեցեք, ամեն ինչում գոհություն մատուցեցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս։ Մի հանգցրեք հոգին, մի արհամարհեք մարգարեությունները, փորձեցեք ամեն ինչ, բարին ամուր պահեցեք, հեռու մնացեք բոլոր չար բաներից։ Եվ խաղաղության Աստվածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, որ կոչեց ձեզ, նա է դարձյալ, որ նույնը պիտի անի։ Եղբայրներ, աղոթեցեք նաև մեզ համար, ողջունեցեք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով։ Երդվել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցեք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։